Սահմանադրության նոր նախագծով խորհրդարանում ամրագրվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներկայությունը։ Դրական է, որ սահմանադրության նախագծում կա նման կետ։ Իհարկե լավ կլինի, որ ունենանք ներկայացուցիչ։ Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչը ողջունելով հանդերձ այնքան էլ ոգևորված չէ փոփոխություններով։ Որտեղ ներկա սահմանադրությունը, որ իրանք առաջ են բերում, դա հակազգային կետեր կան մեջը, որոնք մեր մենտալիտետին, հայկական մենտալիտետին, նաև ես էլ հայկական մենտալիտետի մի մասն եմ, դրան դեմ են, դա ուղղակի իրանց վերարտադրության խնդիրներն են լուծում։ Բոլոր դեպքերում նա իր համայնքում տեսնում է մարդկանց, ովքեր կարող են ճիշտ օգտագործել ազգային ժողովի ամբիոնը։ Այստեղի գտնվող հույները արդեն մտել են հայկական կոլորիտի մեջ, հա, ոչ միայն նրանց շահերը հույների շահից կխոսան, այլ նաև ես գիտեմ մարդիկ, ովքեր հայերի շահից կխոսան։ Եզդիական համայնքի ներկայացուցիչը եւս մտավախություններ ունի։ Եթե պետք է հայտնվեն, ասենք, նույն մակարդակի եւ կրթության անձեկին այսօրվա մեր ազգային ժողովում ներկա մականունավորները որոշ, արդեն ոչ մի բան չի տա։ Այս դեպքում շատ կարեւոր է, որ ինքը այդ մարդիկ, հա, ովքեր ներկայացված կլինեն, իրավապաշտպան գործունեությամբ զբաղված լինեն։ Այս կետի մասին խոսելի սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը օգոստոսին կարծիք էր հայտնել, թե խոսքն ամենայն հավանականությամբ եզդիների, ասորիների, հույների եւ ռուսների մասին է։ Այստեղ կարծես քանակական խտրականություն լինի, հա, իրենք ովքեր ավելի քիչ են, իրենց ընդհանրապես հաշվի չեն առնում։ Հունական եւ եզդիական համայնքների ներկայացուցիչները հույս ունեն, որ սահմանադրության նախագծում ներառված կետն իրականություն կդառնա։ Նրանք հիմքեր ունեն չհավատալու։ Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ 2015 թվականը ցեղասպանությունների ճանաչման տարի է լինելու։ 2015 թվականին մնաց 3 ամիս, որպեսզի ավարտվի, իսկ եզդիների ցեղասպանությունը չի ճանաչվել Հայաստանի խորհրդարանում։